Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են իրենց մասնակցությունը Ուկրաինայի հարցով չորեքշաբթի օրը նախատեսված հանդիպմանը։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Փոխարենը բանակցություններ կանցկացվեն 5 երկրների պաշտոնյաների միջև ըստ անվտանգության եւ պաշտպանության հեռուստաալիքի թղթակից Դեբորա Հեյնսի։ Հեռուստաալիքի տվյալներով սպասվում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան դեռ կլինի Լոնդոնում եւ սպասվում է, որ կհանդիպի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լամիի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր բրիտանական The Daily Telegraph թերթը, Լոնդոնում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ն պետք է ներկայացներ կարգավորման 7 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն, ինչպես նշում է Հեյնսը, Վլադիմիր Զելենսկին նախօրեին մերժել է այդ հնարավորությունը։ The New York Times-ը հայտնում է, որ հենց այս հայտարարությունից հետո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։ Առնվազն 2 ահաբեկիչ է սպանվել այն բանից հետո, երբ հնդկական անվտանգության ուժերը խափանել են հնդկական միության տարածք Ջամու եւ Քաշմիր ներթափանցելու նրանց փորձը Պակիստանի հետ հսկողության գծով Բարամուլա շրջանում, հայտնում է Հնդկաստանի բանակը։ Ապրիլի 23-ին մոտ 2-3 ահաբեկիչներ փորձել են ներխուժել Ուրի Նալա Բարամուլա։ Վերահսկիչ գծում հերթապահ պարեկները մարտահրավեր են նետել նրանց եւ կալանել։ 2 ահաբեկիչ սպանվել է ինտենսիվ հրազենային ծեծկրտուքի արդյունքում։ Ներթափանցման փորձը խափանվել է անվտանգության ուժերի կողմից, գրել է հնդկական բանակը X սոցիալական ցանցում։ Հնդկական բանակը նշել է, որ ահաբեկիչներից առգրավել է մեծ քանակությամբ զենք, զինամթեր եւ այլ ռազմական իրեր։ Բախումը տեղի է ունեցել ժամեր անց, այն բանից հետո, երբ Ջամուում եւ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են։ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստ են, որ Ուկրաինան ընդունի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտած տարածքների մի մասի նկատմամբ վերահսկողության կորուստը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը, վկայակոչելով երկու երկրների դիվանագիտական շրջանակների աղբյուրները։ Ինչպես նշում են զրուցակիցները, դրա դիմաց Ուկրաինան պետք է ստանա իր ապագա անվտանգության հուսալի երաշխիքներ, ինչպես նաեւ ամուր տնտեսական աջակցություն ապագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կցանկանային, որ Ուկրաինան ճանաչի տարածքների կորուստը միայն դե ֆակտո առանց պաշտոնական հաստատման։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության միջև պայմանագրի օրինակով, որն ավարտվեց 1950-ից 53 թվականների պատերազմը։ Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինայի իր տարածքների մի մասի կորուստը ճանաչելու հեռանկարը անհանգստություն է առաջացրել Ուկրաինայի ղեկավարության եւ Եվրոպայում Կիևի դաշնակից երկրների կառավարությունների շրջանում, սակայն նման սցենարին խոչընդոտում են Ուկրաինայում առկա քաղաքական եւ իրավական մեծ դժվարությունները։ Ապրիլի 24-ին Չինաստանի տիեզերագնացների օրը Չինաստանը ուղեցիրք ուղարկի Շենժոու 20 կառավարվող տիեզերանավը 3 տայկոնավդներով տիեզերագնացների չինական անվանումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրի բաժնի ղեկավար տեղակալ Լին Սիցյանին։ Գործարկումը կիրականացվի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջյուկուան արբանյակային հարձակման կենտրոնից Long March 2F արձակման մեքենայի միջոցով։ Շենժոու 20-ը միանալու է Տիանգոգի ուղեծրային կայանին։ Կայանը նախատեսված է 3 անձի համար։ Այն գտնվում է երկրի մակերևույթից մոտավորապես 400 կիլոմետր բարձրության վրա եւ կշռում է 66 տոննա։ Նրա կուպեների ծավալը հասնում է 110 խորանարդ մետրի։ Տիանգոնգը սկսել է իր աշխատանքը 2022 թվականին եւ կզրկվի շահագործումից 2032 թվականին։ Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ բանակցություններին եւ կոնկրետ առաջընթաց է ակնկալում Լոնդոնում ծրագրված շփումներից։ Չորեքշաբթի ՌԻԱ Նովոստին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։ Երեքշաբթի օրը Washington Post-ը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ ԱՄՆ-ն չորեքշաբթի Լոնդոնում կայանալիք ուկրաինական հակամարտության կարգավորման հանդիպմանը կառաջարկի եվրոպական երկրներին եւ Ուկրաինային Ղրիմը ճանաչել որպես ռուսական, մինչդեռ Կիևի ռեժիմի դաշնակիցները հույս
հույս ունե Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալ դրա դիմաց։ Մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ ձեր նշած հանդիպումից։ Ակնկալում ենք արդյունքներ, որոնք կնպաստեն կայուն հրադադարին, խաղաղությանը եւ կայունությանը տարածաշրջանում, ասել է գործակալության զրուցակիցը, պատասխանելով ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Անկարայի ակնկալիքների հարցին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում դիմումներն այսօրվանից ընդունվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ։ Գումարած 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար սկսած երկրորդ անդամից։ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինցու դատավարությունը այսօր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարության նիստում կրկին ելույթ են ունեցել տուժողները, հաջորդ նիստը կանցկացվի ապրիլի 29-ին Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է այսպես կոչված Նեմեսիս 2 գործողություն կազմակերպելու համար։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին խոսքերը շնորհակալություն էին նրա վստահելի առողջապահական օգնական Մասիմիլիանո Ստրապետիին։ Այս մասին գրում է Վատիկան Նյուզը։ Ըստ հրատարակության օգնականը համոզել է Պոնտիֆիկոսին վերջին անգամ ավտոմեքենայով զբոսել ավանդական Ուրբեյ էտ Օրբի քաղաքին եւ աշխարհին ուղերձից հետո։ Ֆրանցիսկոսը, ինչպես նշվում է, ինքն է ցանկացել դա, բայց կասկածել է եւ խորհուրդ խնդրել Ստրապետիից։ Ուղևորությունից հետո Պոնտիֆիկոսը շնորհակալություն է հայտնել նրան, ասելով շնորհակալ եմ, որ ինձ հետ բերեցիք հրապարակ, ասվում է հոդվածում։ Ապրիլի 20-ի կեսօրին Ֆրանցիսկոսը հանգստացել է եւ հանգիստ ընթրել, գրում է Վատիկան Նյուզը։ Ապրիլի 21-ի վաղ առավոտյան Ֆրանցիսկոսի ինքնազգացողությունը վատացել է եւ Պոնտիֆիկոսը շուտով կոմայի մեջ է ընկել։ Ըստ մոտ կանգնած աղբյուրի նա կյանքից հեռացել է արագ եւ առանց տանջվելու։ Բուկմեյքերները Պոնտիֆիկոսի կոչման ֆավորիտ են անվանում իտալացի կարդինալ Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինին։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։ Հրատարակության տվյալներով 70-ամյա Պարոլինը եղել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մտերիմը, ինչպես նաև դիվանագիտական մեծ փորձ ունի։ Oddshakers բուկմեյքերական գրասենյակը Պարոլինի ընտրվելու շանսերը գնահատում է 40%։ Նրա ընտրվելու հավանականությունը 6.4 է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտկովի ուղևորության չեղարկումը ուկրաինացի եւ եվրոպացի պաշտոնյաների հետ Լոնդոնում հանդիպելու նպատակով զգալիորեն նվազեցնում է ծրագրված հանդիպման կշիռը, որը նախկինում Եվրոպայում դիտվում էր որպես հաստատում, որ նա նստել է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։ Ռուբիոյի եւ Ուիտկովի այցի չեղարկումը, որը հայտարարվել է 3 երեկոյան կտրուկ նվազեցնում է հանդիպման նշանակությունը, որը որոշ եվրոպացի պաշտոնյաներ ընկալեցին որպես հաստատում, որ նրանք վերջապես նստել են սեղանի շուրջ, ասվում է հրատարակության մեջ։ Financial Times-ը նշում է, որ նրանց համար, ովքեր հույս ունեին, որ հանդիպումը կհաստատվի Եվրոպայի տեղը բանակցությունների սեղանի շուրջ, իրավիճակը ջախջախիչ հիասթափություն է։ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Վինիսիուսին սպառնում է 2 տարվա որակազրկում, այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարսիո։ Ֆուտբոլիստը ներգրաված է եղել մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների ձեռքբերման ծրագրերում Ալգեյնսիամենտո Էսպորտիվո ընկերության միջոցով, որը պատկանում է ֆուտբոլիստի հորն ու գործակալ Տասիլո Սուարեսին։ Նման գործարքները կարող են շահերի բախում առաջացնել Վինիսիուսի ակտիվ ֆուտբոլիստ լինելու պատճառով։ Մոսկվայի Տագանսկի դատարանը կքննարկի ամերիկյան Apple Distribution International Ltd ընկերության դեմ համացանցի միջոցով ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության գործը, այս մասին հայտում է TASS-ը։ Նշվում է, որ Apple-ի թիվս այլ բաների մեղադրվում է սեռափոխությունը խթանելու կամ երեխաներ ունենալուց հրաժարվելու մեջ։ Դատարանը հաղորդում է ստացել Apple-ի դեմ վարչական իրավախախտման մասին 6.21 հոդվածի 3 մասի համաձայն ոչ ավանդական սեռական հարաբերությունների եւ կամ նախապատվությունների քարոզչություն, սեռափոխություն կամ ինտերնետից երեխաներ ունենալու մերժում, պարզաբանել է դատարանը։
Իսկ այժմ եղանակի մասին. եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։